Սիրելի բարեկամներ, բարի երեկո, ուղիղ 23:00 է եւ մենք սկսում ենք, ինչպես եւ պայմանավորել ենք մեր ուղիղ եթերը։ Ես նախ ուզում եմ բոլորին հանգստացնել, այսօրվա մեր եթերում կազուսներ չեն սպասվում, որովհետեւ մեր արփին քնած է եւ ինչպես եւ պայմանավորվել ենք այսօր ոչ թե ուղղակի հարց ու պատասխան է լինելու, այլ լինելու է զրույց ուղիղ եթերում, մոտավորապես այն թեմաների շրջանակներում, որ մենք դուրս ենք բերել ձեր հարցերից, ընդհանուր առմամբ խմբավորել ենք հարցերը, որպեսզի պատասխանենք անդրադառնանք այդ թեմաներին, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ոչ բոլոր հարցերին է հնարավոր լինում անդրադառնալ։ Եվ այսպես առաջին թեման, որին կուզենամ անդրադառնամ, որը նաև ձեր հարցերում եւ այս ընթացքում բազմաթիվ, ոչ բազմաթիվ, բայց բավականին մեծ նամակներում անդրադարձ կա եւ կողմ եւ դեմ, խոսքը վերաբերվում է ընտրությունների բոյկոտի գաղափարին։ Այսինքն ինչպես ենք մենք վերաբերվում այդ գաղափարը եւ ինչքանով է ճիշտ այդ գաղափարը, ինչու եւ ինչքանով է սխալ այդ գաղափարը եւ ինչու։ Տեսեք, Հայաստանի ընտրական համակարգով եւ ընտրական օրենսդրությամբ ընտրությունների քվորում հասկացություն չկա։ Այսինքն մեր ընտրական օրենսգիրքը չի սահմանում, որ այն նվազագույնը այսքան ընտրողների թիվ, օրինակ 25% կամ 50% պետք է ներկայանա, որպեսզի ընտրությունները համարվեն կայացած։ Մեր օրենսդրությամբ ընտրությունները կայացած են համարվում ցանկացած մասնակցության դեպքում եւ ընտրողների ցանկացած թվաքանակի մասնակցության դեպքում։ Եվ հետեւաբար ինչ է ստացվում։ Նրանք, ովքեր պոտենցիալ բոյկոտողներ են կամ կարող են բոյկոտել, նրանք ընդդիմության, ասենք նույն պոտենցիալ երկդաշինքի ընտրողներ են, որովհետև հանրապետական կուսակցության ընտրողը նախ նրանք, ովքեր իսկապես ընտրողներ են իրենց համոզմունքների համաձայն, ասենք նրանք կգնան քվեարկության եւ հանրապետականը նաեւ հնարավորություն ունի իր վարչական լծակները օգտագործելու իր ընտրողներին տանել։ Եվ հետեւաբար նրանք, ովքեր կարող են բոյկոտել, այսինքն նրանք այս իրականության հետ որոշակի խնդիր ունեցող մարդիկ են, այդ մարդիկ ընդդիմության երկդաշինքի պոտենցիալ ընտրողներն են։ Հետևաբար, երբ որ մենք ասում ենք բոյկոտել, նշանակում է ասում են նրանք, ովքեր պետքա քվեարկեն ընդդիմության օգտին, երկդաշինքի օգտին, նրանք թող չգնան ընտրությունների, իսկ հանրապետականը մյուսները, ովքեր փողի եւ լծակների են տիրապետում, եւ իրենց ընտրողները հիմնականում լծակով գնացող ընտրողներ են, նրանց ընտրողները կգնան եւ ընտրությունները կկատարեն։ Այսինքն ընտրությունների արդյունքում կձևավորվի 100%-ին մոտ ձգտող, ասենք հանրապետական մեծամասնություն, եւ ինչ ենք ստանալու մենք բոլորս դրա արդյունքում, եւ որն է բոյկոտի հաջորդ քայլը, ասենք բոյկոտեցինք, չգնացինք ընտրությունների, Սերժ Սարգսյանը ընտրությունների մասնակցության 90%-ով հաղթեց ընտրություններում, ձևավորեց իշխանություն, կառավարություն։ Մեր հաջորդ գործողությունը ո՞րն է։ Իշխանափոխությունը, հրապարակային process-ը, հետեւաբար ում անունից ենք մենք այդ իշխանափոխությունը իրականացնելու։ Եթե մենք մարդկանց բոյկոտի կոչ ենք անում օրենքով, իշխանությունների կողմից օրենքով, սահմանադրությամբ երաշխավորված process-ների գնալիս, որտեղ իրենց անձնական ռիսկը ենթադրենք մինիմալ է, մենք ոնց ենք այդ մարդկանց կարողանում համոզել հրապարակ բերել, որ նրանք գան ինչ-որ process-ի մեջ մտնեն, որը իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում այդ մարդկանց եւ բոլորիս համար։ Մենք ընդհանրապես դեմ չենք եւ ելի ուզում եմ ասել, որ մեր ծրագրերում ամենևին չի շրջանցվում հրապարակային process-ների եւ այնինչ կոչվում է թավշյա հեղափոխության այդ սցենարը, բայց մենք պետք է դրա համար լիազորություն ունենանք խոսել ժողովրդի անունից, ունենալ ժողովրդի անունից խոսելու իշխանություն։ Ժողովրդի անունից խոսելու իշխանությունը ձևավորվում է ընտրությունների արդյունքում։
Եվ հետևաբար, եթե մարդը պատրաստ է գալ հրապարակում կանգնել եւ թավշյա հեղափոխություն անել, ուրեմն մենք նրա այդ պատրաստակամությունը առաջին հերթին պիտի ստուգենք, թե արդյոք նա պատրաստ է գնալ եւ ընտրություններում քվեարկել։ Եթե նա պատրաստ չի գնալ ընտրություններում քվեարկել եւ օրինակ հաղթահարել իրենց քուչի հեղինակության թարս հայացքը, այդ ո՞նց է նա գալու հրապարակ եւ հեղափոխություն անելու։ Սա է ամբողջ տրամաբանությունը։ Մենք ասում ենք, որ մենք, այո, խնդիր ենք դրել Հայաստանում փոխել իշխանությունը։ Եվ հետևաբար, բայց մենք այդ նպատակին պիտի ծառայենք այն մանդատի շրջանակում, ինչ ժողովուրդը մեզ տվել է, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ մենք համոզված լինենք, որ իշխանափոխությունը անում ենք ժողովրդի անունից։ Դրա համար ունենք համապատասխան լիազորություն եւ ժողովուրդը մեզ թույլ է տվել իր երկրում, իր հայրենիքում իրականացնել այդ իշխանափոխությունը։ Հենց սա է պատճառը, որ ես ասում եմ, որ նրանք, ովքեր բոյկոտի կոչ են անում, նրանք ըստ էության կոչ են անում հետևյալի՝ ընդդիմության ընտրողներ, մի գնացեք ընտրությունների, հանրապետականը իր ընտրողներին կտանի եւ բնականաբար կունենա, այսպես ասած, լեգիտիմ իշխանություն։ Սրանում է ամբողջ խնդիրը։ Էլի կրկնում եմ, եթե լիներ ընտրությունների որոշակի քվորումի խնդիր, ասենք նախկինում կար Հայաստանի օրենսդրությամբ 90-ականների սկզբին, որ առնվազն ընտրողների 25, եթե չեմ սխալվում ավելի շուտ նույնիսկ 50%-ի այդպիսի քվորումի շեմ կար, որ պիտի առնվազն 50% ընտրողների մասնակցի, որպեսզի ընտրությունները կայանան։ Այսօրվա օրենսդրությամբ տրամաբանությամբ շատ կոպիտ ասեմ, գրոտեսկային, եթե նույնիսկ 3 մարդ մասնակցի ընտրությունների, այդ ընտրությունների արդյունքները համարվելու են կայացած, դե յուրե համարվելու են կայացած։ Եվ ամենևին փաստ չի, որ դրանից հետո ընտրությունը բոյկոտած մարդիկ դուրս կգան հրապարակներ իշխանափոխություն անելու։ Շատ ավելի հավանական է, որ ընտրությունների գնացած ընտրողները դուրս գան հրապարակ փոփոխություններ անելու, որովհետև այդ քաղաքական ակտիվությանը հասնելու 1-2 քայլ իրենք արդեն արել են իրենց քաղաքական ակտիվությամբ, ընտրական process-ին մասնակցելով, քան թե հակառակը։ Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետությունում ըստ էության ամենախոշոր հրապարակում տեղի ունեցած ամենախոշոր process-ները կապված են եղել ընտրական process-ների հետ, հետընտրական process-ների հետ։ Սա ինչի է դա կապված, սա պատահական չի, սա այս երևույթը օդից չի ընկել։ Կա շատ պարզ պրիմիտիվ բացատրություն։ Ընտրական process-ում, այսպես թե այնպես, կամ եթե ձևավորվում է մի ուժ, մի ընդդիմադիր ուժ, որը ժողովրդին առաջնորդելու լեգիտիմություն է ստանում, ահա այդ ժամանակ շատ կոնկրետ հրապարակի process-ը կարող է միս ու արյուն ստանալ, եթե այդպիսի ուժ ձևավորվում է։ Իսկ մեր խնդիրը այս ընտրություններում հենց այս հարցը լուծելն է։ Եվ նաև հարցեր կային հետընտրական process-ների մասին։ Այո, մենք ասել ենք, որ հետընտրական process-ները չենք բացառում, բայց հետընտրական process-ը մեզ համար ինքնանպատակ չի։ Ինչ նկատի ունեմ։ Տեսեք, եթե օրինակ պարզվի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասը 70%-ը այս կամ այն հանգամանքի բերումով ընտրակաշառք վերցրելով գնացել են եւ իրենց ձեռքով քվեարկել են հանրապետականի մեկի մյուսի եւ արբանյակ ուժերի օգտին։ Ընտրական հետընտրական process-ը զրկվում է իմաստից։ Իսկ եթե հանկարծ պարզվի, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է ելք դաշինքի օգտին եւ իշխանությունը ինչ-ինչ լծակների գործադրմամբ այդ ձայները գողացել է, եւ մենք դա կարող ենք ապացուցել, այդ ժամանակ հետընտրական process-ները կդառնան անխուսափելի եւ թույլ տվեք ասել այդ պարագայում հրապարակային իշխանափոխությունը, թավշյա հեղափոխությունը կդառնա անխուսափելի։ Սա է մեր դիրքորոշման ամբողջականությունը, այս բոյկոտի վերաբերյալ։ Հաջորդ խումբ հարցերը վերաբերվում էին այլ քաղաքական ուժերի նկատմամբ մեր վերաբերմունքի մասին։ Ես մի քանի կետով կցանկանայի անդրադառնալ դրան։ Առաջինը ՀՀԿ-ի հետ կապված, ես կարծում եմ
այստեղ որևէ բան պարզաբանելու կարիք այլևս չկա, որովհետև մենք շատ հստակ հայտարարել ենք, որ բացառում ենք կոալիցիայի ձևավորումը հանրապետական կուսակցության հետ։ Եվ ելի ենք ասում, եթե մարդիկ Հայաստանի քաղաքացիները մեզ ձայն տան եւ պարզվի, որ հանրապետական կուսակցությունը գողացել է կամ կեղծել է ընտրությունների արդյունքները, այդ պարագայում հետընտրական process-ները կդառնան անխուսափելի եւ արդեն ասացի այդ հարցի։ Հիմա անդրադառնամ այլ ուժերի հետ կապված, մի քանի այլ ուժերի հետ կապված, որոնց վերաբերյալ կային կոնկրետ հարցեր։ Առաջինը վերաբերվում էր Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքին, հարցնում էին Սեյրան Օհանյանի մասին, Վարդան Օսկանյանի մասին, տեսեք խնդիրը ինչի մեջ է։ Ինձ համար Սերժ Սարգսյանը արդեն 9 տարի Հայաստանի Հանրապետությունում իշխանություն է։ Եվ այդ 9 տարիների 95%-ը ժամկետային, ժամանակագրական, 95%-ը Սեյրան Օհանյանը եղել է Սերժ Սարգսյանի կողքին եւ եղել է նրա թիմի առանցքային անդամներից մեկը։ Ինձ համար հասկանալի չէ, թե քաղաքական գաղափարական ինչ տարաձայնություն է նրանց բաժանել։ Անկեղծ ասած, կողքից վերլուծելով այնպիսի տպավորություն է, թե մենք այստեղ գործ ունենք երկու ընտանիքների կռվի հետ, ընդ որում շատ նեղ ընտանիքի, եւ ես չեմ կարծում, թե Հայաստանում քաղաքական process-ները պետքա ծառայեն նախկին ընկերների հարաբերությունների վատ թարացման տրամաբանությանը։ Եվ նույնն էլ Օսկանյանի հետ կապված, եւ նույնն էլ այս բնույթի հետ կապված։ Տեսեք, շատերին գուցե այս հարցում կոնկրետ իմ դիրքորոշում այդքան էլ պարզ չլինի, չէ, բայց թույլ տվեք մի փոքր այսպիսի զեղում ասել, հույս ունեմ դա վատ չի հնչի։ Ես օրինակ ընդդիմության մի ներկայացուցիչ եմ, որ տեսել եմ ընդհատակ, տեսել եմ բանդ, տեսել եմ հետապնդումներ, տեսել եմ բազմաթիվ քրեական գործեր, բազմաթիվ քաղաքացիական եւ վարչական գործեր, այսինքն հիմա այն մարդիկ, որ համոզում են, որ այ ընդդիմությունը այսպիսի ես ինքս ինձ հարց եմ տալիս, փաստորեն սխալ ընդդիմադիր ճանապարհ եմ հայ ընտրել։ Պարզվում է ես ասենք 2000 թվականներից պիտի աշխատեի ինչ-որ կերպ տեղավորվել իշխանական միջանցքներում, հետո ինչ-որ պաշտոններ զբաղեցնել փորձեի, պաշտոններ ուզեի վերցնեի, ծառայի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, եւ ասենք սպասեի հարմար պահի, որպեսզի հրաժարական տամ կամ գուցե ինձ պաշտոնի չնշանակեին եւ ես գնայի դառնայի ընդդիմություն։ Այսինքն հետեւաբար, եթե այս հարցերին ես այսպես չվերաբերվեմ, ինչ ասացի Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի մասին, նշանակում է ես պիտի խոստովանեմ, որ քաղաքական գործունեության սխալ ճանապարհ եմ ընտրել։ Ես սխալ ճանապարհ եմ ընտրել, որ բանտ եմ նստել։ Պիտի գնայի խոսեի, պայմանավորվեի, որ ինձ կամ ասենք մեղայական գրեի, որ ինձ բանտ չնստեցնեն, որպեսզի ես համարվեի իսկական ընդդիմադիր, լավ ընդդիմադիր։ Հետո պիտի պաշտոններ զբաղեցնեի, ասենք ինչ որ պաշտոն, հույս ունեմ, հասկանում եք, որ ինչ որ մի բան բաժին կհասներ։ Հետո այդ պաշտոնի լծակների գործադրմամբ, ասենք, ինչ որ առավելություններ ստանայի, X պահի գար խորհրդանական ընտրությունների շեմը, ինձ իմ ուզած պաշտոնը այլևս չտային, ասեի լավ, ես արդեն ընդդիմադիր եմ։ Կներեք, սա իմ պատկերացումը չի քաղաքական գործունեության։ Գուցե այդ պատկերացումը, իմ պատկերացումը քաղաքական գործունեության շատերին շատ կասկածելի է թվում, թե ոնց կլինի, ոնց է որ բանտից դուրս ես եկել, ոնց է որ բանտից դուրս ես եկել, կամ ոնց է որ հիմա այսօր մենակ Երևան քաղաքում շրջում ես։ Բայց դա իմ պատկերացումն է, իմ կերպն է։ Եվ ինձ համար անկալելի է ահա այս բաները, այս զիգզագները քաղաքական եւ այլն եւ այլն։ Հաջորդ հարցը, որ էլի օկտատերերին իմ էջին հետևողներին հետաքրքրում է շատ, դա
Ծառուկյան դաշինքի վերաբերյալ իմ դիրքորոշումն է, նույնիսկ հարց կար անձամբ Գագիկ Ծառուկյանին ոնց են վերաբերվում։ Գիտեք, մեր քաղաքական գործունեության պատմությունը ինչպիսին է եղել, որ քաղաքական process-ի մեջ մենք երբեք, այսպես ասած, նույն դաշտում եւ նույն հարթության վրա չենք եղել, բայց ես չեմ ուզում այսօրվա իրավիճակը վերլուծել այդ տրամաբանությամբ, եկեք միասին վերլուծենք իրավիճակը Ծառուկյան դաշինքի հետ կապված։ Եթե փաստորեն 2015 թվականին Սերժ Սարգսյանը ունեցավ լծակներ, ուներ լծակներ Գագիկ Ծառուկյանին արգելելու զբաղվել քաղաքական գործունեությամբ, ինչը մենք տեսանք 2015 թվականի փետրվարին, հայտնի իրադարձությունների ժամանակ։ Հարցը հետևյալն է, իսկ ինչու 2016 թվականի վերջին, 2017 թվականի սկզբին Սերժ Սարգսյանը չունի այդ լծակները, որպեսզի Գագիկ Ծառուկյանին արգելի զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Պարզա որ Սերժ Սարգսյանի լծակները 2015 թվականին եւ 2016 թվականին ոչինչով չէին նվազել եւ նույնիսկ շատ քաղաքական հանգամանքների բերումով ավելացել էին։ Հետևաբար ինչու չի այդ լծակները գործադրել Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին արգելելու քաղաքական գործունեությունը։ Ես կարծում եմ կամ համենայն դեպս կարող է լինել այդպիսի տպավորություն եւ մեկնաբանություն, որ դա արվել է, որպեսզի Ծառուկյան դաշինքը հնարավորինս շատ ընդդիմադիր ձայներ իր վրա վերցնի, որպեսզի, այսինքն հնարավորինս շատ ընդդիմադիր ձայներ տանի դեպի իրեն։ Հետևաբար, ինչու է Սերժ Սարգսյանը ուզում, որ Գագիկ Ծառուկյանը մտնի եւ այդ ընդդիմադիր ձայները տանի քաշի դեպի իրեն։ Եթե ուզում է, նշանակում է սա ձեռնտու է իրեն ինչ-որ ձևով, ինչու օրինակ կարող է ձեռնտու լինել։ Հենց թեկուզ 2015 թվականի փորձը նշանակում է նա համոզված է, որ ունի բավարար լծակներ անհրաժեշտության պարագայում կրկին Գագիկ Ծառուկյանին արգելել քաղաքական գործունեությամբ զբաղվելու, ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելու։ Իմ մտածելը եւ կանխատեսումը այն է, որ շատ մեծ է հավանականությունը, որ Ծառուկյան դաշինքը հանրապետականի հետ խորհրդարանում կոալիցիա կձևավորի։ Բայց եթե հանկարծ դա տեղի չունենա, ուրեմն տեսականորեն եւ գործնականում չեմ բացառում, գուցե դե հնարավոր է դա տեղի ունենա։ Ու նշանակում է Սերժ Սարգսյանը, որը չի արգելել Գագիկ Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն, չնայած ինչպես գիտեք, դրա համար ուներ անհրաժեշտ եւ բավարար լծակներ, եթե 2015-ին ուներ, հակառակ դեպքում պետքա բացատրություն լինի, թե ինչու 15-ին այդ լծակը կար եւ 17-ին այդ լծակը չկա։ Հետևաբար Սերժ Սարգսյանի համար երկու տարբերակ կա, կամ Ծառուկյան դաշինքը մտնում է կոալիցիա, կամ եթե չի մտնում կոալիցիա, ուրեմն կան լծակներ 2015 թվականի գործողությունների առնվազն մի մասը անել։ Որն է այդ մասը։ Տեսեք, նույն 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում Ծառուկյան դաշինքի հետ խորհրդարան եկած մի շարք կարկառուն ներկայացուցիչներ, հայտնի ներկայացուցիչներ, բավականին ազդեցիկ դեմքեր, օրինակ Մարտուն Գրիգորյանը Գյումրիից, Բազմասեր Առաքելյանը, Արագած Ախոյանը, Մուշեղ Պետոյանը, դրանք հիմա հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում են։ Հետևաբար, այս process-ը ինձ համար ունի այդ բացատրությունը։ Եվ համենայն դեպս ամեն ինչ շատ նման է դրան, եւ իմ կանխատեսումը այն է, որ Սերժ Սարգսյանը 2008 թվականի կոալիցիայի ուժերին կամ այդ ուժերի մի մասին, կամ այդ ուժերի ներսում որոշակի այսպես ֆրակցիաներ պահում է որպես ռեզերվ ի վերջո 2017 թվականի արդյունքում խորհրդարանական ընտրությունների հանրապետական կուսակցության մեծամասնությունը կամ հանրապետական կուսակցության կառավարությունը ապահովելու համար։ Իհարկե որոշակի լծակներ կստանան նաև այդ ուժերը, ինչպես 2012 կամ 2008 թվականին, բայց սրանից էությունը չի փոխվում։
Հետևաբար առնվազն այս հարցերը, ինչի մասին ես ասում եմ, այս հարցերը միջև հիմա պատասխան չեն ստացել եւ գուցե թե կան պատասխաններ, որոնց այս պահին ինչ հանգամանքների բերումով ես տեղյակ չեմ, համենայն դեպս այս պահի դրությամբ այդ պատասխանները չեն հնչել, եթե հույս ունեմ առաջիկայում կհնչեն, իսկ եթե քանի դեռ չեն հնչել, իմ վերլուծությունը եւ հիմնական ընկալումը հենց դա է։ Հաջորդ խնդիրը, որ էլի էս էլ էս թեման, հա, այս թույլ տվեք այսքանով ամփոփել այս թեման, այլ ուժերի հետ կապված եւ անդրադառնալ ելքդաշինքին ի վերջո։ Ես կարևոր եմ համարում հետեւյալ հարց, օրինակ, ինձ նաեւ օգտատերերը գրում են, որ արժի, որ ես անդրադառնամ, մենք անդրադառնանք այն հարցին, ինչու պետք է մարդիկ, օրինակ, քվեարկեն ելքդաշինքի համար։ Այսինքն, որն է այն, այսպես ասած, պատճառը, որով նրանք պետքա ելքդաշինքի օգտին քվեարկեն։ Ես մի քանի բազմաթիվ պատճառներ կան, ես դրանցից մի քանիսը իմ կարծիքով ամենակարևորները կնշեմ։ Առաջինը, նախ ելքդաշինքը հանրությունը, դուք հարգելի քաղաքացիներ, ես սա խնդրում եմ, որ երբեք եկեք չմոռանանք, հանրությունը ելքդաշինքի հիմնադրման հետ ուղիղ առնչություն ունի եւ հանրությանը եւ ես եւ մեր գործընկերները նույնպես համարում են ելքդաշինքի համահիմնադիր։ Եվ սա նշված է նաեւ ելքդաշինքի ձևավորած ուժերի համատեղ քաղաքական գործունեության հուշագրում, որտեղ ասվում է, որ ելքդաշինքը կամ Լուսավոր Հայաստանը, քաղաքացիական պայմանագիրը եւ Հանրապետություն կուսակցությունը համատեղ քաղաքական գործունեություն են սկսում, այդ թվում ականջալուր լինելով հակասությունները հարթելու եւ համագործակցության հիմքեր դնելու պահանջին, հանրային պահանջին։ Եվ այո, սրանում ոչ մի չափազանցություն չկա, եթե հանրությունը իր դիրքորոշումներով, իր քննադատություններով չմասնակցեր այս process-ին, գուցե թե process-ները այլ կերպ գնար։ Հաջորդ կարևոր պատճառը ես ուզում եմ ասել, որ ելքդաշինքը այսօր շատ հստակ ունի եւ ինտելեկտուալ, եւ մարդկային, եւ քաղաքական ներուժ եւ ծրագրային ներուժ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու։ Եվ այս առումով կարծում եմ, որ այսօր էլ բակային հանդիպումների ընթացքում այդ միտքը ես շեշտում եի, որ շատ հաճախ մեր ընտրություններում ընտրողները ոչ առանց հիմքի բողոքել են, որ ըստ էության ընտրություններում իրենք ընտրություն չունեն։ Այսինքն իրենց առաջարկվում է նույնատիպ տարբեր ուժերի միջև ընտրություն կատարել։ Եվ ելքդաշինքը իմ համոզմամբ ստեղծել է այդ նոր ընտրության, իսկական ընտրության հնարավորությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Ինչու եւ ինչով։ Առաջին հերթին դուք տեսաք ձեր բոլորի աչքի առաջ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը աննախադեպ էր Հայաստանի պատմության մեջ։ Դա հետևյալն է. մենք մեր ցուցակի առաջին եռյակին ձևավորեցինք փակ գաղտնի քվեարկությամբ տեսախցիկների առաջ ուղիղ եթերում։ Սա ուղղակի գործողություն չէր, այսպես ասած, տեխնիկական գործողություն չէր։ Մենք այդ ամեն ինչ արեցինք բաց թափանցիկ հրապարակային, ցույց տալով, որ մեր արժեքային կառուցվածքով հրապարակ է եկել բոլորովին ուրիշ քաղաքական ուժ, որը հանրության առաջ հաշվետու լինելը համարում է իր առաքելության կարևորագույն սկզբունքներից մեկը։ Եվ ըստ էության ընտրությունների արդյունքում երկու տարբերակ կա։ Կամ մենք ստանձնում ենք իշխանությունը եւ դրա համար մենք պատրաստ ենք ուզենք ունենք եւ մարդկային եւ քաղաքական եւ ինտելեկտուալ եւ ծրագրային ներուժ։ Ընդ որում, երբ որ ասում ենք մենք պատրաստ ենք ստանձնել իշխանությունը, մենք նկատի չունենք միայն ելքդաշինքի նեղթիմին, մենք նկատի ունենք նաեւ այդ թվում պետական համակարգի միջին օղակներում եղած բազմաթիվ պրոֆեսիոնալների, ովքեր այսօր հստակ մեր կողմնակիցն են, եւ մենք այդ մարդկանց հետ շարունակելու ենք աշխատել։
Եվ այստեղ ոչ մի հակասություն չկա, երբ որ մենք ասել ենք պետական կառավարման ապարատի օպտիմալացում եւ հիմա էլ ասում ենք եւ դրանից առաջ էլ ենք ասել, որ պետական ապարատում միջին օղակներում այսօր կան բազմաթիվ պրոֆեսիոնալներ, ովքեր սպասում են փոփոխությունների Հայաստանին իսկապես ծառայելու իրենց շանսը ստանալու համար եւ երկդաշինքի իշխանության պարագայում այդ շանսը իրենք ստանալու է։ Եվ հաջորդ խնդիրը, հաջորդ սցենարը, որ մենք այնուամենայնիվ խորհրդարանում չենք ունենում մեծամասնություն, բայց սրանով երկդաշինքի հենքի վրա ձևավորվում է բոլորովին նոր քաղաքական դաշտ, բոլորովին նոր քաղաքական բևեռ, որի հենքի վրա ձևավորվելու է բոլորովին նոր սկզբունքների հիման վրա գործող մի քաղաքական կուսակցություն, որը առաջիկա տարիներին, տասնամյակներին առանցքային դերակատարում է ունենալու Հայաստանի քաղաքական կյանքում ընդդիմության կամ իշխանության դերում։ Այսինքն ելք դաշինքը ընդամենը մի ընտրական process-ի դաշինք չէ, ինչպես մենք տեսել ենք Հայաստանի պատմության բոլոր դաշինքները։ Սա մի դաշինք է, որը դուք հնարավորություն ունեք այդ դաշինքի հիման վրա ստեղծել մի երկարաժամկետ եւ ռազմավարական հեռանկար ունեցող քաղաքական ուժ, որը կդառնա ձեր շահերի ներկայացուցիչը համապետական տեղական ինքնակառավարման մակարդակներում։ Եվ ըստ էության, եթե որպես իշխանություն մենք իրականացնելու ենք մեր ծրագիրը, որպես ընդդիմություն մենք հետևողական ենք լինելու մեր ծրագրերը առաջ տանելու իմաստով, որպես իշխանության վրա վերահսկողի եւ հակակշռի գործառույթ իրականացնող ուժ։ Իսկ թե ինչպես ենք մենք կարողացել եւ կարողանում վերահսկել իշխանություններին, ինչպես ենք կարողանում ցույց տալ հասցեական բոլոր թերությունները, կոռուպցիան, չարաշահումները եւ այդպես շարունակ, դուք բոլորը դրա մասին կարծում եմ այս ընթացքում լավ համոզվել եք եւ իմ գործունեության եւ Էդմոն Մարուքյանի գործունեության եւ ընդհանրապես մեր քաղաքական թիմերի քաղաքացիական ակտիվության համատեքստում։ Եվ այս է պատճառը, որ ընդհանրապես այս ընտրությունների համատեքստում էլի ընդդիմություններ թեման շոշափվում է, բայց մեզ համար հստակ է, եթե մենք մասնակցում ենք ընտրություններին, ուրեմն նշանակում է մենք ասում ենք հետևյալը, որ Հայաստանում ընդդիմադիր ընտրողը, փոփոխությունների ձգտող ընտրողը, իշխանափոխության ձգտող ընտրողը ունի քվեարկելու մի տարբերակ։ Դա երկդաշինքն է, որովհետև մեզնից յուրաքանչյուրը ունի մի ձայն, եթե մենք ունենայինք 2-3 ձայն, գուցե թե այդ թեման, այդ քննարկումը հնարավոր կլներ, որ գիտեք, այս մի ձայն այս մեկին տանք, այս մի ձայն այս մեկին, այս մի ձայնը այն մեկին։ Բայց այս պարագայում, իհարկե, մեր դիրքորոշումը այլ կերպ չի կարող, սիրելի քաղաքացիների, սիրելի ընտրողներ, ինչպես ես ասում եմ բակային հանդիպումներում, ապրիլի 2-ին գնացեք ընտրական տեղամասեր, եւ որ կարեւոր է գլուխներդ բարձր, դուխներդ տեղը քվեարկեք ելքդաշինքի օգտին, վերցնելով համար 1 քվեաթերթիկը, որի առաջին էջում գրված է ելք կուսակցությունների դաշինք, Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, եւ սա է ձեր ընտրությունը։ Այս ընտրությամբ դուք պետք է փոխեք քաղաքական իրավիճակը Հայաստանում։ Եվ ես նայում եմ ձեզնից յուրաքանչյուրի աչքերի մեջ եւ ասում, որ դուք այս ընտրությամբ հնարավորություն ունեք փոխել քաղաքական իրավիճակը Հայաստանում։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ որևէ ուրիշ ընտրությամբ դուք չեք փոխելու քաղաքական իրավիճակը Հայաստանում։ Դուք ընդամենը ֆիքսելու եք քաղաքական այն իրավիճակը, որ կա։ Ֆիքսելու եք այդ իրավիճակի մի քիչ էս կոնֆիգուրացիան, մի քիչ էս Պողոս ստեղ, Պետրոսը ստեղ, Մարտիրոսը ընդեղ, բանը Հովանեսը այն երրորդ տեղում, բայց դուք քաղաքական իրավիճակը չեք փոխելու։ Ելք դաշինքի օգտին քվեարկելով դուք փոխելու եք քաղաքական իրավիճակը Հայաստանում։ Եվ երրորդը, հաջորդը, որ ուզում եմ ես անդրադառնալ հետևյալին, մեր քարոզարշավի ընթացքում։ Տեսեք, մենք մտնում ենք բակեր եւ մտնում ենք գյուղեր, մտնում ենք թաղեր, եւ մենք ամենուր ստանում ենք շատ ջերմ ընդունելություն։ Եվ մեր խնդիրն է այսօր, մեր ու ձեր խնդիրը, արդեն միասնական խնդիր է, այդ ընդունելությունը դարձնել
քաղաքական կոնկրետ արդյունք խորհրդարանական ընտրություններում իշխանությունների համար անսպասելի եւ ոչ միայն իշխանությունների համար անսպասելի ընտրական արդյունքների տեսքով։ Ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այն նվիրատվությունների համար, որ դուք անում եք, որովհետեւ մենք այսօր մեր ամբողջ քարոզարշավը իրականացնում ենք ձեր նվիրատվությունների շնորհիվ։ Իհարկե շատ վատ է, որ մարդիկ մեզ դեռևս մտնոլորտ է այնպեսին չէ Հայաստանում, որ մարդիկ գնան բանկում ուղակի հենց իրենց անձնագրով անեն նվիրատվությունը, ասեն այո, իմ անուն ազգանունն էս է, հասցես է եւ ես անում եմ այս նվիրատվությունը։ Քաղաքացիները հիմա նախընտրում են այսպես արձեռը նվիրատվություններ իրականացնել, որպեսզի մենք հետո այդ գումարները մուտք անենք մեր նախընտրական հիմնադրամներ, բայց կապ չունի, թե ոնց եք անում դուք այդ նվիրատվությունը, մենք շնորհակալ ենք ձեզանից այդ նվիրատվության համար եւ առաջիկայում հույս ունենք ձեր աջակցությունը կշարունակվի։ Այսօր մեզ դիմում են մարդիկ, ովքեր ասում են, որ մենք այստեղ կամ այնտեղ կարող ենք լինել, պատրաստ ենք լինել վստահված անձ։ Մարդիկ կան, ովքեր ուզում են շատ կոնկրետ հասցեական ինձ հետ կապ հաստատելով դառնալ վստահված անձ։ Ես ներողություն եմ խնդրում, որ ոչ բոլորին եմ կարողանում, իմիջիայլոց ասեմ, սոցիալական եւ ադնակլասնիկի ցանցում եւ Facebook-ում շատ են օգտատերեր, որոնք նեղսրտում են, որ ես իրենց նամակներին ժամանակին չեմ պատասխանում։ Սիրելի բարեկամներ, ուղղակի կարծում եմ դուք պետք է արձանագրեք, որ բարեբախտաբար, ոչ թե ցավոք, այլ բարեբախտաբար դուք միակ նամակագիրը չեք, բազմաթիվ նամակներ եմ ես ստանում եւ ադնակլասնիկի սոցիալական ցանցով եւ Facebook սոցիալական ցանցով եւ այո, ցավոք, ես չեմ կարողանում այդ նամակներին ժամանակին պատասխանել։ Իհարկե կան տարբերակներ, մեր թիմում էլ առաջարկում են, որ գուցե էջը վարողներ լինեն, որոնք իրենք կարդան եւ նամակներին պատասխանեն, բայց ես կարծում եմ, որ այդ մեխանիզմը խախտում է սոցիալական ցանցի սկզբունքը, երբ որ քաղաքացիները պատգամավորի կամ իրենց հետաքրող անձի հետ ուղիղ շփվելու հնարավորություն կունենան։ Էլի շատ են գրում, նամակների մեջ շատ կան այդպիսի հարցը, այս դուք եք, թե ձեր փոխարեն ինչ-որ մեկն է, սիրելի հայրենակիցներ, այս ես եմ, այստեղի կան նամակները կարդում եմ անձամբ ես, այստեղի նամակներին պատասխանում եւ չեմ պատասխանում անձամբ ես, ինչի համար ներողություն եմ խնդրում, բայց նաեւ ուրախ եմ, որ այդքան ակտիվ եք, որ նամակները այնքան քիչ չեն, որ դրանց պատասխանելը լիներ այդքան հեշտ, բայց ես ասեմ ձեզ նաեւ, որ նաեւ ինչու՞ չէ, այո, դուք կարող եք այս ցանցի միջոցով, այս էջի միջոցով նույնպես գրանցվել որպես վստահված անձ եւ ես ինքս անձամբ ձեզ որպես իմ վստահված անձ կներգրավեմ հանրապետության տարբեր մասերում այնտեղ գուցե որտեղ դուք ցանկանաք եւ այդ աջակցությունը նույնպես կարեւոր է, որովհետեւ այո, այս քաղաքական process-ը սա մի ամսվա կամ մի տարվա քաղաքական process չէ։ Ես հույս ունեմ, որ իդեմս ելքդաշինքի մենք երկարաժամկետ մի քաղաքական process ենք սկսել եւ ելքդաշինքը դառնալու է մի քաղաքական ուժ, որը շատ երկարաժամկետ եւ շատ լուրջ, շատ ազդեցիկ դերակատարում է ունենալու եւ պոզիտիվ դերակատարում է ունենալու Հայաստանի քաղաքական կյանքում։ Այսքանը ես շնորհակալ եմ ուշադրության համար, ես հետևում եմ բավականին մեծ թվով օգտատերեր այս ընթացքում միաժամանակ հետևեցին, ելի իմ էկրանով հոսում են հավանության նշանները, հոսում են սրտերը եւ այլն, ես շատ շնորհակալ եմ, հավատացեք, այս ամեն ինչը շատ կարեւոր է, ձեզ այս շփումը շատ կարեւոր է, որովհետեւ երբեմն ինձ հարցնում են, որտեղից քեզ էներգիա, որ շաբաթվա մեջ, օրվա մեջ 4-5 ժամ երբեմն քայլում ես եւ անընդհատ խոսում, բարձրախոսով անընդհատ շփվում մարդկանց հետ, այդ էներգիան ես ստանում եմ ձեզանից եւ այս կապը իսկապես շատ եմ կարեւորում, չնայած միշտ չի որ հասցնում եմ պատասխանել ձեր նամակներին, բայց վստահաբար կարդում եմ այնքան ինչքան հնարավոր է, շարունակեք գրել, շարունակեք քննադատել, ես շատ ուշադիր եմ նաև ձեր
քննադատությունների նկատմամբ եւ դրանք շատ ուսանելի են եւ օգնում են մեզ ավելի ճիշտ զգալ ձեր տրամադրությունները, ձեր կարծիքները եւ հետադարձ կապը շատ կարեւորում եմ եւ խնդրում եմ հիշեք հետեւյալը կամ ես ասեմ հետեւյալը սիրելի հայրենակիցներ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ապրիլի 2-ին գնացեք ընտրական տեղամասեր եւ գլուխներդ բարձր դուխներդ տեղը քվեարկեք ելք դաշինքի օկտին վերցնելով համար 1 քվեաթերթիկը որի առաջին էջին գրված է Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան եւ երբեք չհուսահատվեք ժողովուրդ ջան, որովհետեւ ելք կա եւ այս ընտրությունները նրա համար են, որ մենք միասին այդ ելքը կերտենք։ Շնորհակալություն այսքանը։